Սրբազանի դեմ։ Նախ առաջինը ինչ սպասելիք, ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, որովհետև մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կարելի է ասել արդեն ամեն ինչ նախորոք երբեմն շատ հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ եթե այստեղ եմ, ուրեմն հույս ունեմ, որովհետև գիտեմ, որ ի սկզբանե անհիմն էր կալանքը բավարարելը եւ հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի Սրբազանի խափանման միջոցի պարագայում, հասկանալի է ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական համակարգում ճնշումները, դատավորների նկատմամբ, ԲԴԽ համակարգի կողմից, բայց ինչևէ հույս ունեմ։ Պարոն Հարությունյանը տեղեկությունը, որ այսպես ասած այս գործով իր եղենապացույցը անհայտացել է, ինչ կարող եք այդ մասին ասել եւ արդյոք դա կարող է հանուր դատական գործընթացի վրա ազդել, այսինքն փաստաբանների մարտավարության։ Այս պահին որևէ ստույգ պարտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել, ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Ըստ լավատեսական էր, ձեր մոտեցումը խափանման միջոցի հետ կապված, նույնիսկ այն դեպքում, որ այս միջնորդությունը քննելու է Ֆարխոյանը, իդեպ երեք փաստաբանը 3 օր առաջ գրել էր, որ մյուս դատավորը Մասիս Մերքոնյանը Հայաստանում չէ դրա համար, այս դատավորն է։ Ներողություն, ես չասացի, որ լավատեսական, ես ասացի հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներին տեղակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզմունք, մնացածը ժամանակը ցույց կտա, լավն էր ձեր այդ մեջբերումը այդ երկու դատավորների հետ կապված, ցավոք երբեմն արդեն զավեշտի է վերածվում են մակագրությունները ինչ որ տեղի է ունենում, երեք Ռուբեն Ներմելիքյան շատ հետաքրքիր հիմնավորումով ներկայացրել այդ մաթեմատիկական հաշվարկը, բայց որ իրականում տրամաբանությունից դուրս է, որովհետև այդպիսի զուգադիպություն չի կարող լինել, որ 4 կալանավայրում գտնվող սրբազաններից, ասենք 3-ի գործը մի դատավորի մոտ գտնվի, ինչևէ, տեսնենք ինչ կլինի։ Արցախ Սրբազանին վերջին անգամ երբեք վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես մի շատ լավ էր, այս ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ Սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով, որովհետև այդ անազատության մեջ գտնվող սրբազանները պարզ է, որ իրենց դիրքով, իրենց հեղինակությամբ, իրենց ժողովրդի մոտ վայելած հեղինակությամբ առաջի հերթին կարողանային կանխել այս արշավը եւ դրա համար իրենք անազատության մեջ են։ Պարոն Հարությունյան, այդ արշավի շրջանակներում է տեղավորվում նաեւ մի քանի սրբազանների կանչել եւ այն էլ մեղադրյալի կարգավիճակը։ Ի նկատի ունեք այն 3 որ մեղադրանք միանշանակ դրա շրջանակներում է, մենք նախորդ կանխատեսում էինք, որ դա տեղի ունենալու, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի եւ վեհապարի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից, որպեսզի այն ժողովը, որ տեղի ունենալու չլինի, դա սպասելի էր, կանխատեսելի էր, գիտեք, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ այդ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, ի կատար ածվի, բայց ես դեռևս տարի ու կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցում, որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։